Հովհանավանքում տեղի ունենալիք կիրակնօրյա ծեսը արդյոք լինելու է եկեղեցու պառակտման ու ոչնչացման ուղղված քաղաքական քայլ։ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին է անդրադարձել Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը։ Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանին խնդրել է որպես վկա հրավիրել Հայաստանում բնակվող ադրբեջանցի կնյազին։ Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում Պապիկյանի հայտարարությունը։ Սահմանամերձ շրջանների բնակիչները ահազանգում են կառավարության հիպոթեքային ծրագիրը շատերի համար մնում է անհասանելի։ Այդ կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է արժեքահեն կրթություն ուսուցչական համաժողովը։ Եվ մեր մանկության կրկեսը վերաբացվել է։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հովհանավանքում տեղի ունենալիք կիրակնօրյա ծեսը արդյոք լինելու է եկեղեցու պառակտման ու ոչնչացման ուղղված քաղաքական քայլ։ Քաղաքական հանդրույթը ասում է եկեղեցու դեմ գործելը նշանակում է գործել այն կարգի դեմ, որը հաստատել է Աստված։ Եվ ով ձեռք է բարձրացնում տիրոջ օծյալի վրա, ձեռք է բարձրացնում հենց Աստծու սահմանած կարգի վրա։ Այնուամենայնիվ փաստենք, որ կրոնական ծեսեր կատարելու եւ պատարակներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է Հայաստանի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Հովհանավանքը պատկանում է Մայր Աթոռին, իդեպ քիչ առաջ պարզ դարձավ, որ Արագածոտնի թեմի 21 հոգևորական կիրակի օրը կանչվել է քննչական մարմին։ Քանի որ ինքը կարգալույծ է հռչակված, ըստ եկեղեցական կարգի պիտի պատարակը մատուցեմ ես։ Հովանավանքում մնացած միակ օծյալ քահանան Տեր Սարգիսը երեկ, երբ շփվում էր լրագրողների հետ, քննչական կոմիտեից արդեն ստացել էր զանգը, որ կիրակի պետք է ներկայանա հարցաքննության, բայց թե կոնկրետ որ ժամին դեռ չգիտեր։ Քիչ ավելի ուշ պարզվեց առավոտյան 9-ին Սուրբ Պատարագի մեկնարկից ընդամենը 1 ժամ առաջ։ Փաստաբան Արա Զոհրաբյանի համոզմամբ այս կերպ քննչական մարմինը պայման է ստեղծել, որպեսզի պատարագը մատուցի այդ իրավասությունը չունեցող Ստեփան Ասատրյանը, նախկին Տեր Արամը, որին անցնող շաբաթվա ընթացքում Մայր Աթոռը կարգալույծ հռչակեց եկեղեցում թեմակալ առաջնորդին ու ծառայեկից եղբայրներին վարկաբեկելու, պատարակներին ամենայն հայոց կաթողիկոսի հիշատակությունը կամայականորեն զեղչելու, հանձնախմբի նիստերին չներկայանալու հիմքերով։ Ասեմ ավելին, Արագածոտնի մարզի բոլոր քահանաներին այդ ժամին կանչել են հարցաքննության։ Իրենք փաստորեն փորձում են ձախողել ամբողջ մի մարզի հոգևոր կյանքը։ Պատարակները փաստորեն ուզում են ձախողել։ Սա շատ աննախադեպ նման բան ես չեմ լսել, այս տիպի ուրեմն միջամտություն անեն եկեղեցու ներքին կյանքին։ Կարգալուծությունը չի ընդունում Տեր Արամը, ում Մայր Աթոռն այլևս այդ անունով չի ճանաչում։ Կարգալույծ եղած կաթողիկոսի չի կարա կարգալույծ անի։ Աշխարհական Ստեփան Ասատրյանը շարունակում է Հովանավանքում մկրտության պսակի ծեսեր անցկացնել, թեկուզ եւ եկեղեցու համար այն վավեր չէ, եւ հենց առաջիկա կիրակնօրյա պատարակն էլ որոշել է, թե ինքը պետք է մատուցի, որին իդեպ մասնակցելու է նաեւ վարչապետը, ում կողքին էլ փոխադարձաբար կանգնելու է Ստեփան Ասատրյանը ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի հրաժարականի պահանջի ժամանակ։ Տեղեկացնում եմ, որ առաջիկա կիրակի օրը հոկտեմբերի 26-ին Հովհանավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագին։ Ընդհանրապես թե հայ եկեղեցու տեսակետից, որը որ իհարկե չի տարբերվում ընդհանուր քրիստոնեական տեսակետից եւ աստվածաշնչային հոգուց կարգալույծ լինելով հանդերձ պատարագ մատուցել, սա նշանակում է եկեղեցու սրբությունը եւ Սուրբ Պատարագի սրբության նշանակում է։ Այսինքն ըստ էության կարգալույծ հռչակված քահանան այլևս աշխարհիկ մարդ է եւ ոչ թե հոգեվորական եւ իր արարքը Սուրբ Պատարագի խորհուրդը իջեցնում է բեմականության Բացի այն, որ կրոնական ծեսեր կատարելու եւ պատարակներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես Հայաստանի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն է վերապահված, Հովհանավանքը պատկանում է Մայր Աթոռին, այսինքն այս դեպքում փաստաբանի պնդմամբ գործ ունենք նաեւ ներխուժման մտադրության հետ։ Մայր Աթոռում գործ ունենք ներխուժման հետ, որը ոստիկանությունը պարտավորեց դիմի հիման վրա գործողություն իրականացնել, մինչդեռ դրսևորեց իրավախախտ անգործություն։ Եվ այս պահին փաստորեն մենք ունենք այդ խախտման փաստը, որում հենց հովանավորվող ոստիկանության կողմից։
Վաղը բախումներ են լինելու Աստծո տանը պատերից ներս կամ էլ դուրս, այնպես ինչպես ճիշտ այն օրը, երբ Մայրաթորից կարգալուծության որոշումը հոգևորականները տարել էին Ստեփան Ասատրյանին, իսկ նա իր աջակիցների հետ չընդունեց թուղթը։ Հանրային քաղաքական օրակարգում է հարցը կարմիր թելի նման, կարմիր տագնապի նշանով ու զգոնության կոչերով։ Մինչև այդ հովանավանքն է այսօր առայժմ այստեղ լարված խաղաղություն է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայ առաքելական եկեղեցու շուրջ սավալվող վերջին իրադարձություններին է անդրադարձել Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը։ Ընդգծելով, որ եկեղեցին օրենքով առանձնացված է պետությունից և հայ ժողովուրդն էլ խորին հարգանքով է վերաբերվում եկեղեցուն, Բալաշովը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված հարձակումներ ու սպառնալիքները, որոնք ուղեկցվում են նրանց վերապահված լիազորությունների գերազանցմամբ։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարը որոշել է անհավասար պայքարի մեջ մտնել ազգային հոգևոր արժեքների դեմ և այդ նպատակով հետապնդում և վիրավորում է եկեղեցու առաջնորդներին և հոգևորականներին, ձերբակալություններ անում, եկեղեցու շենքերի առգրավման սպառնալիքներ հնչեցնում։ Հնարավոր է, որ դա տեղի է ունենում արտաքին ուժերի ազդեցության տակ, քանի որ նման գաղափարներն ակնհայտորեն չեն արտացոլում հայ ժողովրդի զգացմունքները, որը մեծ հարգանքով է վերաբերվում իր եկեղեցուն և Փաշինյանին լիազորություն չի տվել այն բարեփոխելու սեփական կամայականությամբ։ Աշխարհիկ պետության քաղաքական գործիչը իրավունք չունի միջամտելու եկեղեցական կյանքի կառուցվածքին, որը որոշվում է եկեղեցու կանոնական օրենքներով։ Պատմական փորձը վկայում է, որ մարդկանց հավատքի և եկեղեցու դեմ պայքարն անխուսափելիորեն ավարտվում է պարտությամբ, իսկ եկեղեցի անարգողները խայտառակվում են։ Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ Արցախի խորհրդանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ ցանկանում է 2020 թվականի տավուշյան իրադարձությունների հետ կապված տեսագրություն ներկայացնել դատարանին և խնդրել է, որ ապահովեն անհրաժեշտ պայմաններ այն իր փաստաբանի հետ դիտելու համար։ Դատավորը նշել է, որ նման պայման կստեղծվի դատական նիստի ընդմիջման ժամանակ։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն էլ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների միջնորդություն է ներկայացրել, խնդրելով որպես վկա դատարան կանչել Հայաստանում ծնված և այնտեղ բնակվող կնյազ անունով մի ադրբեջանցու։ Ըստ հրապարակումների Մանուկյանը ասել է, որ նրա ազգանունը չի հիշում, գիտի միայն, որ կնյազը աշխատում է Մասիսի շրջանի Սայատնովա գյուղի գունավոր մետաղների վերամշակման գործարանում։ Ադրբեջանական զորքերը Հայաստանի բռնազավթված տարածքներից դուրս կգան սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի ավարտից հետո։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է հայտնել այս մասին, ընդգծելով, որ օգոստոսի 8-ից հետո դա ավելի իրատեսական է դարձել։ Անդրադառնալով պաշտպանական գերատեսչության ռազմական ծախսերին ու սպառազինության ձեռքբերմանը, նախարարը վստահեցրել է Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում և մեր բանակը ձեռքբերված սպառազինությունը օգտագործելու է միայն սեփական սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Երազանքի տներ սահմանամերձ բնակավայրերում շատերի համար արդեն անիրատեսական։ Սահմանամերձ շրջանների բնակիչները ահազանգում են, որ կառավարության հիպոթեքային ծրագիրը շատերի համար մնում է անհասանելի։ Այս խնդիրը դեռ ամիսներ առաջ բարձրացվել է նաև կառավարությունում, քանի որ բանկերը մերժում են քաղաքացիներին վարկ տրամադրել վարկային պատմության հետ խնդիրներ ունենալու պատճառով։ Ոչ թե օթևան տուն չունեցողների, այլ բնակարանով ապահովվածների ծրագիր։ Սահմանամերձ համայնքների անտուն, տան կարիք ունեցողներն են ահազանգել, որ իրենցից շատերը չեն կարողանում օգտվել շահառու դառնալ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրից։ Կառավարությունն ասում է, մինչև 16 միլիոն դրամի կառուցապատման հիպոթեկային վարկը պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի։ Մի կողմից պետությունը տրամադրում այդ գումարը, մյուս կողմից բանկերը խոչընդոտում են, խնդիրներ են ստեղծում, որ մարդիկ այդ բնակարանները կառուցեն։ Բանն այն է, որ առևտրային բանկերը մանրակրկիտ ուսումնասիրում են շահառուների վարկային պատմությունը։ Սև ցուցակում եղավ շահառուն, եկամուտները չբավարարեց, բանկը մերժում է, հիպոթեկային վարկ չի տրամադրում։ Ինչ որ մի պահի բանկային խնդիրների պատճառով կամ ինչ որ մեկին երաշխավոր դառնալու պատճառով այսօր զրկված է այդ ծրագրի շահառուն դառնալու։ Ստացվել է այնպես, որ ճարպկորեն այդ ծրագրից կարողանում են օգտվել տնատերերը։ Այդ ծրագիրը կներեք նրա համար չի, որ
3 տուն ունեցողը 4-րդ տունն էլ ստանա։ Կամ նրա համար չի, որ սահմանամերձ գոտում ինչ որ մեկը կներեք, ամառանոց ունենա։ Տենց օրինակները շատ են։ Այս խնդիրը դեռ ամիսներ առաջ բարձրացվեց նաև կառավարությունում, որ քաղաքացիներին բանկերը մերժում են վարկ տրամադրել, քանի որ խնդիրներ ունեն վարկային պատմության հետ։ Այս խնդրին գործադիրը դեռ տարվա սկզբին անդրադարձավ։ 2025-ը ավարտվում է, սակայն հարցը մնում է օդում կախված։ Այդ ժամանակ սակայն փոխվարչապետ Խաչատրյանը կարևորեց վարկային պատմությունը։ Բանկը առևտրային ունի ռիսկ, այսինքն նա պետք է գործ ունենա այնպիսի կարգապահ քաղաքացիների հետ, ովքեր գիտեն, թե ինչի համար է տրամադրված իրենց աջակցությունը եւ գիտեն այն նպատակը, ինչի համար այդ աջակցությունը ստացել են։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին, որ հոկտեմբերի 24-ի դրությամբ ծրագրի շահառուի կարգավիճակ է ստացել 2299 ընտանիք, որոնցից 2233-ը արդեն վարկավորվել են, այսինքն մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Նրանցից 163-ը արդեն ներկայացրել են ավարտական ակտ, այսինքն տունը հանձնվել է շահագործման։ Շահառուները հիմնականում մերժվում են ծրագրի որևէ պայմանին չբավարարելու հիմքով բանկում, քանի որ պոտենցիալ շահառուների տվյալները բանկերն են ներկայացնում նախարարություն, նախնական գնահատելով նրանց համապատասխանությունը ծրագրի հիմնական պայմաններին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հարցրել էինք նաեւ. կան տվյալներ, որ օրինակ մի քանի բնակարան ունեցող քաղաքացիներ եւս այդ ծրագրի շահառու են դարձել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրով նման սահմանափակում նախատեսված չէ, շահառուների այլ գույք ունենալու վերաբերյալ տեղեկատվություն որոշում կայացնելու համար չի պահանջվել։ Ուստի ներկայում նման տեղեկատվության չենք տիրապետում։ Նույն գերատեսչությանը հարցրել էինք նաև ծրագրից օգտվել ցանկացողների դեպքում հաշվի առնվում է նրանց վարկունակությունը, նախկինում վարկային պատմություն ունենալը։ Նախարարությունից հայտնել էին, որ ֆինանսների նախարարի եւ կենտրոնական բանկի խորհրդի համատեղ որոշմամբ սահմանվել է, որ եթե վարկը 100% սուբսիդավորվող է, ապա վատ վարկային պատմությունը չի խոչընդոտում ծրագրի շրջանակում վարկավորմանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Այբ կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է արժեքահեն կրթություն ուսուցչական համաժողովը եւ մեր մանկության կրկեսը վերաբացվել է։ Շարունակում ենք թողարկումը։ Ռուսաստանի հոբ ուժերը անցած գիշեր ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ անօդաչու թռչող սարքեր են խոցվել 12 մարզերում։ Ուկրաինական զինուժն էլ հայմարս հրթիռներով հարվածել է Բելգորոդի ջրամբարտակին, այն թեև մասնակիորեն վնասվել է, բայց չի ավերվել եւ մոտակա բնակավայրերի համար ջրհեղեղի սպառնալիք չկա։ Լուվրը իր մոտ պահվող ամենաթանկարժեք զարդերից մի քանիսը պահպանության նպատակով փոխանցել է Ֆրանսիայի պետական բանկին։ Դա տեղի ունեցել անցյալ շաբաթ օրը ցերեկով տեղի ունեցած կողոպուտից հետո։ Այդ ժամանակ էր բացահայտվել հանրահռչակ թանգարանի անվտանգության համակարգի խոցելությունը։ Թանգարանի Ապոլոն պատկերասրահում պահվող թագավորական զարդերի փոխանցումը իրականացվել է ոստիկանության ներկայացուցիչների գաղտնի ուղեկցությամբ։ Ֆրանսիայի բանկը, որի 27 մետր խորության վրա գտնվող հսկայական պահոցում են պահվում երկրի ոսկու հիմնական պաշարները, գտնվում է Լուվրից ընդամենը 500 մետր հեռավորության վրա Սեն գետի աջ ափին։ Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ին գողերը Լուվրի հավաքածուից գողացել են 8 թանկարժեք ցուցանմուշ ընդհանուր շուրջ $102 միլիոն արժողությամբ։ Թայլանդը սգում է, 93 տարեկան հասակում մահացել է մայր թագուհի Սիրիկիտը, այդ առիթով երկրում հայտարարվել է ամենաբարձր թագավորական պատիվներով հուղարկավորություն եւ 1 տարվա սուգ։ Սիրիկիտը հայրենիքում մեծարվում էր որպես թագուհի, նա գործող թագավորի մայրն էր։ Նրա ծննդյան օրը երկրում պաշտոնական տոն էր համարվում։ Բանգկոկում նրա անունով կոնվենցիաների կենտրոն, այգի եւ թանգարան են գործում։ Հոյդա բյուրոյի նախկի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդու Մխիթար Մարգարյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախնական վարկածով նա ինքնասպանություն է գործել կրակելով ինքն իր վրա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ եւ միակ վարկածը ինքնասպանությունն է, որը հաստատվում է ականատեսների վկայություններով ու տարածքում առկա տեսաձայնագրություններով։ Հայտարարվել է
հայտնաբերվել է օրինական CZ տեսակի ատրճանակ, ասել է ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 3 հրազենային վիրավորմամբ առաջին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 1984 թվականից ծնված Մխիթար Մարգարյանը։ Նա կրակել էր ինքն իր կոկորդին, այսօր նա հիվանդանոցում մահացել է։ Մխիթար Մարգարյանը ամուսնացած է, ունի 3 անչափած երեխա, արցախյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից է։ Ինչպես կարող է կրթությունը ձևավորել մարդու արժեքները ու նոր սերնդի ապագան, այդ կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է արժեքահեն կրթություն ուսուցչական համաժողովը։ Համաժողովը անցկացվում է AIB կրթական գործընկեր եւ աջակից Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Երկօրյա միջոցառման ընթացքում կլինեն հիմնական ելույթներ, խմբային քննարկումներ, կգործի շուրջ 30 աշխատարան։ Մեկնարկել է արժեքահեն կրթություն ուսուցչական համաժողովը։ AIB կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կրթության ոլորտում արժեքների ունեցած դերի ու ապագա ուղիների քննարկման նպատակով նույն հարկի տակ են համախմբվել Հայաստանի եւ աշխարհի առաջատար մանկավարժներ, կրթական առաջնորդներ եւ հետազոտողներ։ Համաժողովի մասնակցում են հանրապետության տարբեր մասերից եկած ավելի քան 200 մանկավարժներ։ Օրվա ընթացքում նախատեսված են հիմնական ելույթներ, պանելային քննարկումներ եւ շուրջ 30 աշխատարան, որտեղ ուսուցիչները հնարավորություն են ունենալու կիսվել իրենց փորձով ու նորարարական մոտեցումներով։ Արժեքային կրթությունը նշանակում է մարդ կերտել ոչ միայն գիտելիքով, այլև հոգով ու վարքով։ Դա է իսկական կրթության հիմքը, ասում է AIB կրթական հիմնադրամի նախագահ Արամ Փախչանյանը։ Մենք հրավիրել ենք խոսնակներ այլ երկրներից, մեր գործընկերներից Քեմբրիջի համալսարանից, մենք ունենք նոր գործընկեր Մոլդովայից, ով հենց իր դպրոցում, որին կառավարում է դպրոցների ցանցում, շատ կարևորում է այս արժեքային կրթության մոտեցումը եւ դրանով իրենց դպրոցները շատ առանձնանում են։ Մոսկով մենք ունենք միջազգային փորձ այստեղ նաեւ, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Կրթական բարեփոխումների ոլորտում Հայաստանը մեծ ներուժ ունի եւ նման հարթակները, փորձն ու գաղափարները փոխանակելու հիանալի հնարավորություն են, ասում է դպրոցի տնօրենն ու հավելում, սա հրաշալի փորձառություն է հենց ուսուցիչների համար, ովքեր ամեն օր ականատես են լինում փոփոխությունների։ Նմանատիպ համաժողովները շատ եմ կարևորում, քանի որ այն թույլ է տալիս խոսել, զրուցել, փոխանակվել փորձով, ամենակարևորը փորձի փոխանակումն է, որ այսօր շատ կարևոր է մեր ուսուցիչների համար, որովհետև այս փոփոխությունները կրթության ոլորտում առանց նմանատիպ համաժողովների փորձի փոխանակման հնարավոր չեմ համարում։ Տարբեր ոլորտների մասնագետների մեկտեղած արժեքային կրթություն համաժողովը անցկացվելու է 2 օր։ Կազմակերպիչների համոզմամբ կրթության իրական բարեփոխումները սկսվում են հենց ուսուցչից։ Այս նա է ձևավորում արժեքների եւ գիտելիքի հավասարակշռությունը աշակերտի մոտ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ոչ միայն լսեցին համաշխարհային փորձագետների մտքերը, այլև գործնականորեն ուսումնասիրեցին, թե ինչպես կարելի է արժեքային մոտեցումը ներդնել դասարանում։ Համաժողովը եւս մեկ անգամ հաստատեց կրթությունը ոչ միայն գիտելիք է, այլ նաև արժեհամակարգ, որը ձևավորում է մարդուն եւ հասարակությանը։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Մեր մանկության կրկեսը վերաբացվել է, բայց արդեն հանդիսատեսի ներկայանալով նոր, հարմարավետ եւ շքեղ վերանորոգմամբ։ Արենայում էլ այլևս չկան ուսումնականները հիշեցնող կենդանիներ եւ խաղաբարներ, փոխարենը ծրագրված է ներկայացնել միջազգային չափանիշներին եւ այսօրվա պահանջմունքներին համապատասխան շոու ծրագրեր։ Սա նոր գերժամանակակից եւ բազմաֆունկցիոնալ հարթակ է անմոռանալի տպավորությունների համար Երևանի սրտում։ Բացվում են Տաշիր արենայի շքեղ ու կախարդական դռները։ Առաջին հյուրերին են ներս հրավիրում դեպի հեքիաթային աշխարհ։ Երևանյան նոր կրկեսի պաշտոնական բացման արարողությանը ներկային մշակույթի եւ բիզնեսի ներկայացուցիչներ, հայտնի ու սիրված դեմքեր։ Հրավիրվածների ցանկում երևի թե բոլոր այն մարդիկ են, ովքեր որ ամեն մեկը ինչ որ փոքրիկ կամ ներդրում է ունեցել այս Տաշիր արենայի եւ Էտերնիա շոուի իրականացման մեջ։ Հայաստանի նոր մշակութային կենտրոնի մասին շատերն են լսել, շտապել են դիտելու շքեղ ու ֆանտաստիկ ներկայացումը։ Բոլորի աչքերի մեջ կա այն մանկական փայլը, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Տաշիր գրուպին վերջապես այս տոնը մեզ վերադարձնելու ու նվիրելու համար։ Կարապետյան ընտանիքին խորին շնորհակալություն, որ նման հնարավորություն են ընձեռնել ոչ միայն փոքրերի համար, այլ մեծերին, որ փոքրանան, հետ գնան, ինչ-որ չափով ապրեն, ապրումներ ունենան, այդ բարի։ Այս ծրագիրը, շքեղ ծրագիր է, որը պատրաստվել է Մոսկվայում։ Հուսով եմ, որ
այս ստիլը, այս ուղղությունը նույնպես պետք է մեր հանդիսատեսը տեսնի։ Բոլորին բարի երթ։ Երևանի կրկեսի նոր դարաշրջանի մեկնարկը ազդարարեց Տաշիր արենա նախագծի հեղինակ Տաթևիկ Կարապետյանը։ Շեշտեց այս անիրական թվացող երազանքի նախագիծը կյանքի են կոչել հոր սկզբունքայնության եւ հաստատակամության շնորհիվ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր այս երազն իրականություն դարձրեցին։ Եվ առաջին հերթին Սամվել Կարապետյանին, հորս, ով երբեք չի հանձնվում։ Պապ ջան, մեր մոտ հմեն ինչ ստացվավ։ Մեկ, երկու, երեք և իրականությունը մի պահ իր տեղը զիջում է երևակայությանը։ Դահլիճում քար լռություն է, հանդիսատեսը շունչը պահած է դիտում Էթերնիա շոուն։ Ներկայացում, որը արվեստի գլուխգործոց է, խորհրդավոր երաժշտությամբ, վիզուալ շքեղ էֆեկտներով, հետաքրքիր ակրոբատիկ համարներով ու եզակի դեկորացիաներով։ Мы работаем со специально написанной для нас մուզիկայի։ Մենք աշխատում ենք հատուկ մեզ համար ստեղծված երաժշտությամբ, որը հնչում է կենթանի, նվագակցությամբ հրաշալի հայ երաժիշտների կողմից։ Շատ բան է արվել այս կրկեսի ու առհասարակ շոուի համար։ Սա միջազգային ստանդարտների նախագիծ է։ Էթերնիա շոուն սիրո մասին է, ինչպես եւ ամեն բան, որ տեղի է ունենում այս աշխարհում։ Էթերնիայի վրա աշխատել են ավելի քան 100 արտիստների ու մասնագետների թիմ։ Շոուն ստեղծվել է հատուկ Տաշիր արենայի համար, որպեսզի հնարավորինս օգտագործվեն նոր բեմի բոլոր տեխնիկական հնարավորությունները, շարժական հարթակները, ժամանակակից լուսաձայնային համակարգերը, մուլտիմեդիա պրոյեկցիաներն ու մեխանիկական էֆեկտները։ Տաշիր արենայում ջնջվում են կրկեսային արվեստի մասին նախկին պատկերացումները, հանդիսատեսի համար բացահայտելով ստեղծագործական մտքի նոր հորիզոններ։ Հոկտեմբերի 25-ից Էթերնիա շոուն հասանելի կլինի բոլորին։ Տոմսերն արդեն վաճառքում են։ Ներկայացումները կանցկացվեն շաբաթական 3 անգամ։ Սվետլանա Ավդիշյան, Բահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Այսքանը Արմենիայի ուղիղ եթերում դրա հոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։